Բոյկոտ էր օրերս։ Մեր համար անհայտ պատճառներով, գաղթագողի եղանակներով փորձում են մասնաճյուղում հրահրել խժդժություններ։ Ակնհայտ էր աշխատակազմի կողմից այն աջակցությունը ուղղված ձեզ։ Երբ որ լինում են օղակներ, որոնք չեն հանդուրժում, դա այդ միֆը անմիջապես քանդվում է, առավել եւս մի երկրում, որ ավտորիտարիզմը մերժել է 2018 թվականից։ Ինչ ունեինք 8 տարի առաջ եւ ինչ ունենք այսօր։ Մենք ունենք կառավարման նորարարություններ, մեր մոտ project management-ը, դա մեր կառավարման առանցքային կոմպոնենտներից մեկն է։ Ուսանողի կյանքում ինչ է փոխվել։ Առաջի փուլը եղել է ամբողջական ինստիտուցիոնալ զարգացում, տեխնոլոգիաներ, մեր առաքելության մեջ շուկայում որակյալ կադրեր պատրաստելն է։ Ձեր ձեռքը ժամանակի զարկերակին է եւ այդպես շարունակելու եք աշխատել։ Մենք փորձում ենք ժամանակից առաջ մտածել, սա մեր պարտականությունն է մեր ուսանողների նկատմամբ։ Վերականգնված արդարությունը վերջին օրերին ակտուալ խոսույթ է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում։ Ինչու եւ ինչպես թեման այսօր մեր դիտակետում է, հնարավորությունների սահմանում, բարև ձեզ։ Տաղավարում իմ հյուրը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Պետրոսյանն է, բարև ձեզ, պարոն Պետրոսյան։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք մեր հրավերը։ Ես եմ շնորհակալ։ Բոյկոտ էր օրերս Գյումրու մասնաճյուղում։ Այ մի փոքր մանրամասնենք ինչու, պարոն Պետրոսյան, եւ ինչ ասել է արդարությունը վերականգնվեց։ Դե արդեն երևի տեսել եք ասուլիս էր հրավիրել կոլեկտիվը եւ իրենք արդեն արձանագրեցին, որ այն գործընթացները, որ տեղի էր ունեցել, ընդհանրապես իրանց հետ համաձայնված չէր եղել, իրենք այլ տեղեկատվություն էին ունեցել, հետո այլ զարգացումներ եղել, որովհետև վերջին իմ ռեկտորի հանդիման ժամանակ իր կողմից հստակ նշվել էր, որ մենք շարունակում ենք աշխատել, որովհետև գործընթացը ախամփան է եւ գործընթացը շարունակական է եւ օրակարգում շատ զարգացման ծրագրեր կա եւ մենք շարունակենք աշխատել մինչեւ տնօրենի մրցույթ եւ փաստացի ստացվում է այնպես, որ այդ համաձայնությունը խախտվելով մեր համար անհայտ պատճառներով առաջարկվում է շրջանառության մեջ է տրվում իմ ընկերոջ անունը առանց իր հետ համաձայնեցնելու, հետո առաջարկվում է այլ անձի, բոլորը մերժում են եւ իրենք նշանակում են պարտականություններ կատարող պրոռեկտորին, էլի առանց կոլեկտիվի հետ խոսելու, առանց որևէ խնդրին անդրադառնալու, այսինքն փաստացի անգործության, այսպես ասած, գաղթագողի եղանակներով փորձում են մասնաճյուղում հրահրել խժդժություններ եւ դա նորմալ է, կարծում եմ, որովհետեւ ցանկացած ավտորիտար համակարգերում ամեն ինչ որոշվում է կուլիսներում, թափանցիկ գործընթացներ չկա, մարդկանց կարծիքը, կոլեկտիվի կարծիքը առավելևս հաշվի չի առնվում։ Այս բանակում կարծես թե այդպես չեղավ ի վերջո։ Դե տեսեք, ավտորիտար համակարգերը գործում են այնքան, քանի հանդուրժելի է, բայց երբ որ լինում են օղակներ, որոնք չեն հանդուրժում, դա այդ միֆը անմիջապես քանդվում է, առավել եւս մի երկրում, որ ավտորիտարիզմը մերժել է 2018 թվականից եւ 2021 թվականին է մերժել եւ 2026 թվականին մեր ժողովուրդը մերժեց ավտորիտարիզմը եւ չի կարող մեր երկրում լինի համակարգեր, որտեղ փորձ արվի առանց կոլեկտիվի կարծիք հաշվի առնելու, առանց կառավարվող սուբյեկտի ներգրավման կայացնել անարտար գաղթագողի ստվերային եւ այլ որոշումներ, սա չի հանդուրժել կոլեկտիվը, սա ես ինքս անձնապես չեմ հանդուրժել, ես իմ հնարավոր ազդեցության շրջանակով կոլեկտիվը իր ազդեցության շրջանակով հասել ենք նրան, որ հասկացել են դերակատարները մեր համալսարանի կառավարման, որ այդ որոշումը անարտար է եւ այդ որոշումը փաստորեն ռեկտորի կողմից հետողորմյա է եղել։ Ինքը ոչ մի բացատրություն չի տվել, սա եւս կրկնագի մտահոգիչ է, ինքը դա ամբողջ բոյկոտի ընթացքում գոյություն չի ունեցել,
Սա եւս մտահոգիչ է, այսինքն ստացվում է, որ դու այդ ամբողջը սարքում ես եւ հետո դու թաքնվում ես, ստվերվում ես։ Սա անհասկանալի է, որովհետեւ մեր մայրբուհում շատ որակյալ մասնագետներ կան, մեր մայրբուհում լավ կառավարիչներ կան տարբեր օղակներում, բայց երբ որ այդ ամբողջը ներդաշնակվում է վախի մթնոլորտում, ներդաշնակվում է կարծիք չկարողանալ արտահայտելու մթնոլորտում եւ այլն, ակադեմիզմը այդտեղ մեռնում է, որովհետեւ ակադեմիզմը դա շենքը չի, դա տեխնոլոգիան չի, դա այն ազատ ստեղծագործ մթնոլորտն ու միջավայրն է, որտեղ պետք է դասախոսը, գիտաշխատողը, ուսանողը իրար հետ աշխատելով ստեղծեն գիտելիք, հմտություն եւ կարողություն։ Եվ այս առումով մենք լուրջ մտահոգություններ ունենք եւ հնարավոր բոլոր եղանակներով առավել եւս փակ եղանակներով, ներքին կառավարման օղակներով մենք հասնելու ենք նրան, որ այդ արատավոր երևույթները վերանան, որովհետեւ չենք ուզում շատ հանրայնացնենք, որովհետեւ հասկանում ենք, որ դա մեր բուհի վարկանիշն է եւ մենք մտահոգ ենք ոչ միայն Գյումրու մասնաճյուղի, այլ նաեւ մեր մայրբուհի համար, որովհետեւ ես ինքս մայրբուհի աշխատող եմ համարվում, մենք մասնաճյուղ ենք եւ նաեւ տնօրենը եւ ռեկտորը ընդրվում են կառավարման խորհրդում։ Չնայած ռեկտորը դա մի քիչ լավ չի ընկալում եւ բազում անգամ տարբեր ձևաչափերում փորձել է մասնաճյուղը հավասարեցնել ֆակուլտետի, բայց մասնաճյուղը դա ֆակուլտետ չի, ինքը առանձնացված ստորաբաժանում է, ում տնօրենը հավասար ձևով ընդրվում է կառավարման խորհրդում, այնպես ինչպես ռեկտորը, այո, տնօրենի փաստացի գործատուն ռեկտորն է, բայց տնօրենը ընդրվում է կառավարման խորհրդի կողմից եւ մասնաճյուղը ինքը ամբողջ աշխարհում քամփուս հասկացողությունը կա, որը առանձնացված միավոր է բուհի կազմում եւ կարող է ունենալ իր ակադեմիական ազատությունը եւ ինքնավարությունը եւ մասնաճյուղի կոլեկտիվի բոյկոտը նաեւ այն էր, որ չի հարգվում այդ իրավունքը եւ իրենց խոսքը այդ կերպ բարձրացրեցին։ Պարոն Պետրոսյան, ակնհայտ էր աշխատակազմի կողմից այն աջակցությունը ուղղված ձեզ, որպեսզի թեկուզ ժամանակավոր պաշտոնակատար այս փուլում կրկին լինեք դուք մինչև մրցույթ կամ այլ ստորենքի այլ կարգերով արդեն հիմնովին կվերականգնվի ձեր պաշտոնը, բայց այս ընթացքում հետաքրքիր է թե ինչով է պայմանավորված այդ աջակցությունը, եկեք ավելի խոսենք թե նաև ինչ է արվել վերջին 8 տարիներին ձեր տնօրինության ժամանակահատվածում, ինչ ունեինք 8 տարի առաջ եւ ինչ ունենք այսօր եւ այդ ընթացքում ինչպիսի զարգացումներ եղան։ Կարծում եմ սա շատ ավելի լավ թեմա է, քան այն, որ մենք անդրադարձանք եւ փակեցինք հետեւությունները թողնելով շատ մարդկանց, գործընկերների եւ հեռուստադիտողների, իսկ ինչ վերաբերվում է թիմի յուրաքանչյուր անդամ մեր համալսարանում կարեւոր է, որովհետեւ մենք ունենք կառավարման նորարարություններ, օրինակ մեր Խաչաձև կառավարումը, որ ցանկացած աշխատակից որևէ ծրագրի ղեկավար է։ Մեր մոտ project management-ը դա մեր կառավարման առանցքային կոմպոնենտներից մեկն է եւ յուրաքանչյուր աշխատող ինքը որևէ ծրագրի ղեկավար է։ Եվ հատկանշական է, որ այդ ծրագրով բոլոր աշխատողները, ներառյալ նաեւ տնօրենը, ենթակա է տվյալ աշխատողին։ Այսինքն տվյալ աշխատողը իր պրոյեկտի մասով կարող է ուղիղ հանձնարարական տնել նաեւ տնօրենին։ Դա կոչվում է Խաչաձև կառավարում, այդ եզրը մենք ենք, այսպես ասած, ներդրել, եւ մեր մոտ անկարևոր աշխատող չկա, եւ բոլոր աշխատողները համալսարանի զարգացման գործում դերակատարներ են։ Մենք ընդհանուր մեկ մարմին ենք այդ համալսարանը զարգացնելու ճանապարհին։ Երկրորդ հանգամանքը նա է, որ մենք ունենք մեր ներքին կառավարման համակարգը, Bittrex 24 համակարգով ենք մենք աշխատում եւ աշխատողները նույնիսկ երբ որ պարտականությունները տրվել էր պրոյեկտի վրա, ով այդ համակարգից ընդհանրապես տեղյակ չէր եւ այդ համակարգում չկար, փաստացի այդ մի քանի օր է իրենք անկորձության էին մատնում, որովհետեւ այդ համակարգում վերահսկողությունը պետք է աներ պարտականություն կատարողը, բայց ինք այդ համակարգում չկար։ Մեր մոտ այդ ամբողջը ավտոմատացված է եւ նույնիսկ ես կարող եմ օրերով համալսարանում չլինեմ ֆիզիկապես, բայց հետևեմ բոլոր գործընթացներին եւ վերահսկեմ բոլոր գործընթացները։ Նույնիսկ այդ համակարգում
մենք ներդրել ենք մեր ուսանողների աշխատանքի CRM համակարգը։ Այսինքն մեր մոտ գործընթացները հատկապես վերջին 2-3 տարիներում լրիվ փորձում ենք ավտոմատացնել, որովհետև այսօր անել տեխնիկական աշխատանք տեխնոլոգիաների եւ արհեստական բանականության զարգացման այս մակարդակում, սա նման է, որ դու շատ անարդյունավետ աշխատանք անես, այսինքն եթե ժամանակին ասենք փայտը սղոցով են կտրում, հիմա ավելի ասենք էլեկտրական կամ բենզինային շարժիչով տարբեր սարքավորումներ կան, որը մի քանի անգամ էֆեկտիվ է դարձնում, ինչի մնալ հին վիճակին։ Օրինակ խնդիրներից մեկը, որ մենք ներդրել ենք համալսարանում UMS համակարգ, բայց չգիտես ինչի հիմա մայրբուհի ցուցումով մենք ստիպված էլի վերադառնում ենք թղթային տարբերակին, որովհետև ասում ենք կարգի մեջ չգիտեմ ինչ կա, բայց այդ կարգերը պետք է շատ ճկուն լինեն։ Այսօր կարգավորումները պետք է այնքան ճկուն լինեն, որ 1-2 օրվա մեջ պետք է ադապտացվեն ժամանակակից պայմաններին, որովհետև մեր կառավարման առանցքը այսօր թվայնացումն ու ավտոմատացումն է, եւ մենք բոլոր բուհերի մեջ միակ բուհն ենք, ով ունի թվային վերափոխման, ավտոմատացման եւ համակարգման մասնագետ։ Եվ վերջին մենակ մի տարում մոտավորապես 8 գործընթաց արդեն մեր մոտ ավտոմատացված է ամբողջությամբ հաշվապահությունում, պահեստում, այսինքն ուսանողների հետ շատ հարաբերություններում, եթե դու դա չես անում, դու նշանակում է զարգացման օրակարգերից շատ հեռու ես։ Այո, ես ուրախ եմ, որ մայրբուհում մեզանից սովորում են վերանորոգման, տեխնոլոգիաների կիրառման, շատ այլ մոտեցումներ, բայց շատ կարևոր է, որ գործընթացները հեշտանան, որ անձանցից կախված չլինի, երբ որ անձից է կախված, անձը սուբյեկտիվ է, անձը հույզեր ունի, բայց երբ որ այդ ամբողջ գործընթացները ըստ գործող կարգերի եւ նաեւ փոփոխվող կարգերի ավտոմատացվում է, դրանք արդեն սուբյեկտիվ գործոնը այդտեղ վերանում է։ Շատ կարևոր արձանագրում, որ կոլեկտիվի յուրաքանչյուր անդամ նաեւ մեծ դերակատար է, սա այն է, որ մեր մոտ կա ներքին արժեհամակարգ։ Եվ բոլորը գիտեն, որ խաղի կանոնները արտար է։ Այսինքն այն աշխատողները, ովքեր լավ են աշխատում, իրենք ավելի շատ են գնահատվում, քան այն աշխատողները, ովքեր լավ չեն աշխատում։ Այսինքն երբ որ դու ստեղծում ես ներքին արժեքային միջավայր, այդտեղ բոլորը մեկ են դառնում, որովհետև բոլորը միավորվում են արժեքին։ Իսկ երբ որ դու գլխավոր արժեք դիտում ես քո եսը, քո ինքնահաստատումը եւ նմանատիպ այլ ավտորիտար կոմպոնենտներ, այդ միջավայրը կհիմնվի վախի վրա, քեզ ոչ ոք ոչինչ չի ասի, բայց երբ որ ժամանակը կա, ոչ ոք քո համար ոչ էլ կան հանգստանա կամ առավել եւս կպայքարի։ Շատ լավ, իսկ եթե անդրադառնանք արդեն կրթության մոտեցումներին, ուսանողի կյանքում ինչ է փոխվել եւ արդյոք պայմանները, որոնք կային 8 տարի առաջ, այսօր օրինակ ավելի ցանկալի կլինեին այսօրվա ուսանողի դեպքում, այսինքն ինչ է փոխվել կրթության մակարդակում։ Տեսեք, ուրեմն կրթությունը հիմա շատ ճկուն մի ոլորտ է դարձել։ Եթե ժամանակին մասնագիտությունը 25 տարվա համար էր, այսինքն դու ստանում էիր մասնագիտություն 25 տարի դու մասնագիտություն փոխելու մասին չէիր մտածում, լավագույն դեպքում որոշակի վերապատրաստումներ։ Արդեն 2020 թվականին 2021-22 թվականին, երբ որ սկսեց տեխնոլոգիական որոշակի փոփոխություններ, մասնագիտությունների կյանքը կրճատվեց 2-3 տարի մինչև, այսինքն 3-4 տարի, 2-3 առավելագույնը 4 տարին մեկ մարդիկ պետք է որոշակի մասնագիտություն փոխեն։ Դա ավելի է սրվել այսօր արհեստական բանականության ներդրմամբ։ Հիմա տեսեք, մենք իրան երբեմն կատակով կամ լուրջ ասում ենք, հիմա մասնագիտության կյանքի տևողությունը -1 տարի է։ Ինչի -1 է, որովհետև երբ որ դու առաջի կուրսում ինչ-որ մի բան ես սովորում, երբ որ դու ավարտում ես, այդ արդեն հին է։ Այսինքն դու արդեն ունես բացասական քո այս պահի սովորածը, այն պահին, որ դու պետք է կիրառես, արդեն հին է։ Արդեն ակտուալ չէ, արդեն կիրառելի չէ։ Հետևաբար այս 8 տարիների ընթացքում մենք 3 փուլ ենք ունեցել։ Առաջի փուլը եղել է ամբողջական ինստիտուցիոնալ զարգացում, տեխնոլոգիաներ, smart board-եր բոլոր լսարաններում,
ենթակառուցվածքներ, մեր ինովացիոն հաբը, մեր պանելային քննարկման հարթակը, հիմա արդեն ոդկասթը եւ այլն, եւ նաեւ ապակայում նաեւ կունենանք բագը, որովհետեւ փաստորեն պարոն վարչապետը ամրագրեց, որ այդ ծրագիրը արդեն դիտարկվել է եւ գործընթացային առաջ է գնացել, այսինքն ստացվում է, որ ենթակառուցվածքները մենք ավարտեցինք, հետո մենք կենտրոնացանք արդեն կրթության վրա, այսինքն փորձեցինք ներդնել կրթական տարբեր հետաքրքիր կարճ կուրսեր, հետաքրքիր տարբեր լուծումներ, պրակտիկ եւ ամենօրյա աշխատանքով ստանալ հմտություններ եւ կարողություններ, օգնական պլյուս, օգնական կարճ, ուսանողների մոտիվացիոն համակարգեր, հիմա արդեն երրորդ փուլն է կրթության, աշխարհը շատ հետաքրքիր տեղ է գնում։ Հիմա այլևս ոչ ոք չգիտի վաղվա մասնագիտությունը, այն մասնագիտությունը, որ այսօր կա, վաղը ակտուալ լինելու է, թե չէ։ Սա ամենակարևոր խնդիրներից մեկն է։ Երկրորդ կարևոր օրակարգը մեր շրջանավարները մրցակցելու են լոկալ շուկայում, թե գլոբալ շուկայում, որովհետև աշխարհը բաց է, freelancing, outsource, այսինքն ուրիշ տեղ աշխատելու հնարավորություններ արտերգրում on-line ձևաչափով այսօր հասանելի է։ Հիմա մենք թողարկում ենք մասնագետներ լոկալ շուկայի համար, թե մենք թողարկում ենք գլոբալ շուկայի համար, որովհետև մրցակցությունը սրվել է, տեսակ ինչքան օտարերկրացիներ վերջին տարիներին հիմա Հայաստանում արդեն աշխատում են, իրենք մեր կադրերի հետ մրցակցություն են առաջարկում։ Հիմա սա նաև բացվել է on-line հարթակում։ Եվ այն աշխատանքը, որ կարող է անել քո աշխատողը, միգուցե կանի ինչ-որ մեկը դրսից on-line ձևաչափով, տեխնոլոգիան լի բավարարում է դրա համար։ Եվ մենք հասկացանք, որ դասական 3-4 տարի բակալավրական կրթությունը լիարժեք չէ, եւ դա նաեւ հասկացել է այսօր Եվրոպան։ Մենք վերջի 1 տարում մոտավորապես 5-6 եվրոպական հեղինակավոր հավաքներում այդ մասին խոսել ենք եւ նաեւ լսել ենք եւ նաեւ օրակարգ ենք առաջարկել։ Հիմա ամբողջ աշխարհը գնում է macro credential հասկացողություն կա, այսինքն macro կրեդիտային կուրսեր, երբ որ դու կարող ես տարբեր համալսարաններում տարբեր կուրսեր անցնես եւ վերջում այդ կուրսերի համախմբում դու դիպլոմ ստանաս։ Եվ աշխարհը շարժվում է այդ ուղղությամբ, ինչի, որովհետեւ ամեն համալսարան կունենա իր մրցունակ ժամանակակից կուրսը եւ ուսանողը կորոշի, որ համալսարանի կուրսն է իր համար ավելի ընդունելի, որն է ավելի մոդեռն, ավելի աշխատաշուկայի պահանջներին համապատասխան, եւ այս առումով կստանա ինքը իր վերջնական դիպլոմը, որովհետեւ աշխարհում այլևս դիպլոմ չեն հարցնելու։ Հարցնելու են ինչ հմտություններ, կարողություններ եւ մտածողություն ունես։ Եվ այս առումով ուզում եմ մեզ բոլորի շնորհավորել, մենք արդեն ունենք կրթության, գիտության, սպորտի եւ մշակույթի նախարարության կողմից հավաստագրված մեր կուրսերը, մեր շրջանավար 2030 կոնցեպտին մենք համալրեցինք հանրային կառավարիչ 2030-ը, այսինքն մեր այդ ամբողջ կուրսերը հիմա ըստ ոլորտների մենք ադապտացնում ենք եւ արդեն երկուշաբթի օրվանից մեր մոդուլը մենք կիրառելու ենք Պեկի ուսումնական կենտրոնում, այսինքն Պեկի top management-ի վերապատրաստումն ենք կազմակերպելու, առաջիկայում արդեն պայմանագրերը ստորագրված է, մենք վերապատրաստելու ենք Շիրակի մարզպետարանի աշխատակազմին, բայց մենք այդտեղ չենք կանգնում, որովհետև բուհի առաքելությունը մենք տեսնում ենք աշխատաշուկայի ադապտացիան, որտեղ մենք աշխատաշուկայում շատ որակյալ մասնագետներ ունենք, որակյալ նախկին ժամանակների համար, ովքեր արկա ժամանակահատվածի, արկա պահանջվող կարողություն հմտության տեսանկյունից շատ խոցելի են, եւ բուհը պետք է լինի այս մարդկանց համար շարունակական կրթություն ապահովող գլխավոր ինստիտուտներից մեկը, եւ մենք հիմա հավակնում ենք աշխատաշուկայի ադապտացիայի այդ բաց տարածքը վերցնելու եւ մեր առաքելության մեջ ոչ միայն մեր ուսանողներին կրթելն է, մեր առաքելության մեջ շուկայում որակյալ կադրեր պատրաստելն է, որովհետեւ կոնցեպտուալ մենք մտածում ենք, որ առաջիկայում ոչ թե աշխատաշուկայում ամրագրվելու է քո մասնագիտությունը, այլ աշխատաշուկայում ամրագրելու է ինչքան մրցունակ ես դու։
Եվ ինչքան անփոխարինելի է ստու, որովհետև հիմա մեր թվային վերափոխման մասնագետի օրինակով ասեմ, ինքը ավարտել է մեր մարքեթինգը։ Բայց թվային վերափոխման մասնագետի կրթական ծրագիր դեռ երկրում չկա, բայց ինքը իր վրա աշխատելով, նախածախնդիր կերպով, զարգանալով, բրբդելով, ինքը այսօր Հայաստանում, եւ չեմ չափազանցնում ասեմ, իր 20-ամյա տարիքին լավագույն մասնագետներից է։ Այսինքն մարդը հասկացել է, որ կարևորը մրցունակությունն է, եւ ինքը այսօր դարել է մեր թիմի համար անփոխարինելի։ Եվ մենք այս մոդելը նաև հասկանալով գնում ենք այն ճանապարհով, որ մեր շրջանավարները աշխատաշրջանում լինեն մրցունակ, երբ որ իրենք կավարնեն եւ լինեն անփոխարինելի։ Այս է ճանապարհը, որովհետեւ շատ լուրջ աշխարհը այսօր շատ լուրջ հարցադրումներ է բացել կրթության հետ կապված, դիպլոմի հետ կապված, համալսարանի հետ կապված, եւ այս մարտահրավերներին մենք պետք է պատրաստ լինենք։ Եվ կարծես թե նաև բուհի առաքելությունն է մշտապես ժամանակից մի փոքր առաջ լինել, այսինքն գնահատել իրավիճակը 5 տարի հետո, 10 տարի հետո եւ ըստ այդմ գործունեություն ծավալել։ Անշուշտ, բայց այստեղ մի շատ կարևոր նրբություն կա, երբ որ ասենք դուք պլանավորում եք ռազմավարական պլանը, ենթադրենք 2018-23, հետո ասենք 23-28, հիմա չես կարող դու 5 տարով պլանավորել։ Աշխարհը այնքան արագ է զարգանում, որ այդ պլանավորումը, բայց դու այս պարագան ոչ թե պետք է պլանավորես, այլ փորձես կանխատեսել։ Իսկ այդ կանխատեսումը ինչպես է լինում, լինում է տվյալների, այսինքն այդ data science-ը, որ աշխարհում հիմա շատ եւ վարկագծային behavior economy, այսինքն այս երկու կարևոր ուղղությունները պետք է անպայման հաշվի առնել գործունեության մեջ, որովհետեւ եթե դուք չփորձեք տվյալները օգտագործելով կանխատեսումներ անել, շատ դժվար է լինելու ապագայում։ Տեսեք, մենք հիմա մեր այդ շրջանավար 2030 կոնցեպտում մենք 7 կարևոր մտածողություն, հմտություն եւ կարողություն ենք ամրագրել։ Եվ դրանցից ամենակարևորները դա աճի մտածողությունն է, դա problem solving-ն է, այսինքն խնդիրները լուծող պետք է պատրաստես։ Մենք բազմիցս այդ մասին խոսել եմ, հիմա դժբախտաբար աշխատողների մեծ մասը խնդիր բերող է։ Իրենք անմիջապես խնդիրը վերցնում են, վազում են վերադասի մոտ, ասում են խնդիր ենք բերել, բայց իր գործը խնդիր բերելը չի։ Իր գործը այդ խնդիրը լուծելն է, այսինքն լուծում պետք է բերի։ Իսկ ղեկավարը պետք է գնահատի լուծումները եւ ընտրի լավագույն լուծումը այդ համապատասխան մասնագետի հետ։ Եվ այսօր problem solver-ներ շատ քիչ համալսարաններ են, որ տալիս են։ Այսօր աճի մտածողություն ունեցող փոփոխություններին միտված մասնագետներ, մենք մեծ մոդուլ ունենք փոփոխությունների կառավարում, այսինքն որ մարդիկ պատրաստ լինեն այդ փոփոխություններին, որովհետև եթե դու այսօր չես փոխվում ամեն ժամ, ես չեմ ասում ամեն ամիս, ամեն ժամ դու հետ ես մնում, որովհետև ամեն օր մի նորույթ է լինում։ Եթե մի տարի առաջ մենք խոսում էինք արհեստական բանականության prompt-ի մասին, ինչպես ճիշտ հարց տալ, մի 5 ամիս հետո մենք սկսեցինք խոսել engineering-ի մասին, այսօր խոսում ենք ԱԲ ագենտների մասին, այսինքն աշխատող, որը աներևույթ է, բայց քո գործերը իդեալական անում է։ Այսինքն հետ մնալ այս գործընթացներից եւ մնալ ֆիքսվել կարգերի վրա, ֆիքսվել անիմաստ ավտորիտար հագումների եւ ցկտումների վրա, այդպես փուչի զարգանում։ Եվ այո, միգուցե եւ նաեւ մասնաճյուղը փուշ է որոշ մարդկանց աչքին, որ շատ ավելի դինամիկ, շատ ավելի որակյալ, շատ ավելի համակարգված եւ շատ ավելի միակամ զարգանում է։ Եվ այո, կոլեկտիվը հենց այդ է ասում, որ մենք շարունակելու ենք զարգանալ։ Այն օրակարգերը, որ մենք բացել ենք եւ գնում ենք, այդ օրակարգերը չի կարող կասեցվել որևէ մեկի կողմից, չի կարող։ Մենք դա չենք թույլ տա։ Այսինքն ձեր ձեռքը ժամանակի զարկերակին է եւ այդպես շարունակելու եք աշխատել։ Մենք փորձում ենք ժամանակից առաջ մտածել։ Սա մեր պարտականությունն է մեր ուսանողների նկատմամբ, որովհետեւ եթե մենք մեր ուսանողներին սիրում ենք, այդ սերը պետք է չդրսևորվի, որ մենք իրանց հետ այնպեսի հարաբերություն կառուցենք, որ զուտ ժպտանք իրար եւ անցնենք։ Մեր սերը դա իրենց մասնագետ դարձնելով է դրսևորվում։ Այո, դա երբեմն նաեւ ցավոտ է լինում։ Նույն քրիստոնեական մտածողության մեջ Սուրբ Գիրքը ասում է, ում սիրեցի նրան խրատեցի։ Ես խրատը երբեմն նաև ցավոտ է լինում։
Եվ մենք մեր խնդիրը չենք դնում, որ ուսանողները մեզ սիրեն, մենք մեր արժեվ խնդիր ենք դրել, մենք սիրենք ուսանողներին, իսկ մեր սերը միշտ եւ մնայուն արտահայտելու ենք նրանց լավագույն մրցունակ եւ անփոխարինելի աշխատող մասնագետ դարձնելով։ Շնորհակալություն, պարոն Պետրոսյան, հետաքրքիր զրույցի համար։ Մենք ենք շնորհակալ։ Իսկ ես մեր հեռուստադիտողներին եւ հետևորդներին հիշեցնեմ, որ հնարավորությունների սահմանում զրուցում էի Հայաստանի Պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Պետրոսյանի հետ։ Կհանդիպենք։